Պարոն Փաշինյան, ուժեղ Հայաստանի կողմից հայտարարվել էր, թե Գիրանցը անկլավ է եւ շարունակվում են նաեւ պնդումները 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու վերաբերյալ կխնդրեի բարձրաբանել ինչով կբացատրեիք սա, որն է պատճառը ձեզ եւ երկրորդ հարցս վերաբերում է հայ-ադրբեջանական ընկերությունների մինչև կնքված ինտերնետային տարանցման այդ պայմանագրին, որը ոչ միանշանակ ընկալումների, մեկնաբանությունների տեղիք է տվել, ընդհուպ, որ Հայաստանը դրանով կախվածություն է ձեռք բերում, նրանք կարող են դիտարկել Հայաստանից անցնող, Հայաստանից գնացող թրաֆիկը եւ այլն, կխնդրեի նաեւ սրա շուրջ ձեր բարձրաբանումները տայիք։ Ընդհանրապես զարմանալի է, սովորաբար տրանզիտը ոչ թե տրանզիտի երկրի նա կախվածություն բերում, եթե տենց բան կա, այլ տրանզիտի վերջնական կետին է կախվածություն բերում, եւ սա պարզ տրամաբանություն է, բայց եթե կախվածություն կա, մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանը պետք է տարանցիկ ուղի դառնա, ինչքան շատ բան անցնի Հայաստանով, այնքան ավելի Հայաստանի տնտեսական, քաղաքական, կշիռը եւ անվտանգության մակարդակը մեծանում է։ Եվ սա այնքան ակնհայտ բան է, որ այսինքն այն մարդիկ, ովքեր տենց են ասում, ուզում են Հայաստանը լինի փակուղի, ուզում են կոնֆլիկտի փակուղի լինի, մենք ասում ենք, ոչ, Հայաստանը խաղաղության խաչմերուկ է։ Հարավից հյուսիս, հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, արևմուտքից արևելք, պետք է ինչքան հնարավոր է մալուխներ, խողովակներ, ճանապարհներ, երկաթուղիներ, օդային գծեր պետք է անցնեն, դա է խաղաղության եւ անվտանգության երաշխիքը, դա է։ Ինչ վերաբերում է, դե գիտեք, մարդիկ Նիժնի Տապրի գյուղից եկել են, իրանք Հայաստանը լավ չգիտեն, ոչ մի ձևով չգիտեն։ Եվ ես չեմ զարմանում, որովհետեւ այդ մարդիկ Հայաստանի հետ ոչ մի կապ չունեն։ Իրանք, ինչպես նախկինում ասել եմ, Նիժնի Տապրի գյուղի ներկայացուցիչներն են եւ այդ տրամաբանությամբ են գործում Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ մեկնաբանեմ ուրիշ։